36 երկիր, 530 ըմբիշ, մեկ նպատակ՝ դառնալ աշխարհամասի չեմպիոն։ Իտալական նավահանգիստ Կաորլեում 7 օր ու գիշեր անհանգիստ կլինի։ Հունիսի 30-ից կմեկնարկի իմշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը։ Առաջինը լինելու ակնկալիքով առաջինը մրցագորգ դուրս կգան հունարոմեականները։ Կարողացա եմ վերջնական մարզավիճակից հասնեմ պիկին, հիմա միանշանակ ոսկու հետևից եմ։ Հավաքականում ընդգրկվել և ինտենսիվ մարզումներին մասնակցում են Հայաստանի երիտասարդական առաջնության բոլոր չեմպիոնները։ Հայաստանի առաջնությունը համարյա ոչ մի բանով չի զիջում Եվրոպայի առաջնությանը, ստեղ ունենք շատ արժանի տղաներ։ Նախորդ տարի Հայաստանը նվաճեց 4 մեդալ, 3-ը հայրենիք բերեցին հունարոմեականները, 1 արծաթ, 2 բրոնզ։ Մարզիչներն այժմ ավելի բարձր նշաձող են սահմանել։ Ակնկալիքներն ավելի են մեծացել մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունից հետո։ Սկոպիեում մերոնք դարձան թիմային չեմպիոն։ Չեմպիոնական ոգին Սկոպիեից Օլիմպիավան բերեց և ընկերներին փոխանցեց ոսկե տղան Մարատ Աճեմյանը։ Մարզմանը հետևում էր նաև ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։ Ավագ մարզիչ Մովսես Կարապետյանի հավաքականը 10 քաշում կունենա նույնքան ներկայացուցիչ ու մեդալի նույնքան հավակնորդ։ Շատ լավ աշխատանք ենք արել ուսումնամարզական հավաքներով, մրցաշարերով, կան շատ փորձառու տղաներ, Եվրոպայի աշխարհի չեմպիոններ, հույս ունենք, որ լավագույնս կներկայացնենք եւ լավագույն մեդալներ կնվաճենք։ Աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային առաջնությունների մեդալակիր Գասպար Տերտերյանը Կաորլեում մտադիր է ավարտել նախորդ տարի կիսատ թողածը։ 2024-ին 67 կիլոգրամ քաշայինների եզրափակիչում Գասպարը մեկմիավոր զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Հրայր Հովհաննիսյանին։ Այս անգամ Գասպարը ելույթ կունենա նոր քաշում, նոր առաքելությամբ։ Փուլ մրցակիցներ չեն լինում եւ պետք է ճիշտ տրամադրվես, ով այդ օրին լավ զգաց, հենց այն մրցման օրը, ինքն կդառնա հաղթող եւ հույս ունենք, որ այդ օրը ամենալավը մեր թիմն է զգալու։ Եվրոպական գոտեմարտերին տնային չեմպիոններով կներկայանա նաև ազատ ոչայինների հավաքականը։ Բոլոր մեդալակիչները հայտի կդառնան հուլիսի 6-ին։ Արման Զաքարյան, Էդմոնդ Հակոբյան, Fast News։